Սփյուռքի հայերի կարողությունները պետք է օգտագործել ի նպաստ Հայաստանի զարգացման, Սփյուռքի գործերի գլխավոր անձնակատարի գրասենյակի հայրենադարձության եւ ինտեգրման կենտրոնում հյուրընկալել են այն սփյուռք հայերին, որոնք ցանկանում են գործունեություն ծավալել կամ զարգացնել բիզնեսը գյուղատնտեսության ոլորտում։ Նպատակ ունի ներկայացնել պետական աջակցության ծրագրեր գյուղատնտեսության ոլորտում, ինչպես նաև ցույց տալ Հայաստանում ագրոսեկտորի առաջատար կազմակերպությունների փորձառությունը։ Հերիկ Հախվերդյանը գրեթե 15 տարի բնակվելով Ռուսաստանում վերջերս վերադարձել է հայրենի Բերթավան գյուղ եւ զբաղվում է օրգանական գյուղատնտեսությամբ։ Հիմա փոքր դաշտի վրա փորձարկումներ են կանում տարբեր բարձրաժեք մշակաբույսեր, որպեսզի հասկանանք իրենց արդյունավետությունը, իրենց հայաստանյան պայմանների մաճելու այդ կարողությունը թե ինչքանով եկամտաբեր կլինի, հետո արդեն ավելի մեծ արտադրական մասշտաբի հիմնումը։ Տավուշի մարզի կլիման բարենպաստ է, հույս ունի լավ բերք ստանալ, որի հիմնական մասն էլ կարտահանի, քանի որ պահարտանյութ չեն օգտագործում, պետք է մոտ 3 տարի սպասեն, մինչև հողը վերականգնվի, ուժ ստանա։ Լանդշաֆտը փոփոխում ես, համակարգ ես ներդրում, որպեսզի ջրի գոլորշացման մակարդակը իջեցնես, ջրի պահպանման մակարդակը բարձրացնես այդ տարածքում, հետո ստվերի ձևավորումը, որպեսզի արևը ավելի արագ չգոլորշացնի, ջուրը կոնդենսատի ստեղծումը ստորգետնա եւ այլն, ու այդ միջոցով դու կարողանում ես հասնել այն էտապի, որ կարող գյուղատնտեսություն վարես։ Հողի տեսանկյունից մեր լանդշաֆտը երևի օրգանական գյուղատնտեսության համար ավելի լավը դժվար է, որտեղ նույն շվեյցարական այդ հողատարածքների նման ընդհակառակ մեր մոտ ավելի տաք է ու շատ ավելի մեծ պոտենցիալ կա։ Ասում է հողերի ձեռքբերման եւ ենթակառուցվածքների զարգացման հետ կապված խնդիրներ կան, որոնք փորձում է լուծել պետության աջակցությամբ։ Բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում գործունեություն ծավալող սիրիահայ Շանթ Խայալյանն էլ փորձում է արհեստական բանականությունը ներդնել մեղվաբուծության ոլորտում։ Եթե որ ոյնեք մեր հիվանդը ուզում է մտնել պետագա ինքը գալխադեսում այդ ամեն ինչը դերոջը լուրեր տալիս ալերտներ ու սիստեմներ անում, բայց դրան ներքին համագարկում մենք ունենք ներսում ցայնային ինչ որ միկրոֆոններ լսում ենք ներսում ինչա կատարվում, ջերուցման համագարկ, շիրկներ ունենք, որտեղ ամեն մեկ շրջանագի վրա մենք հաշվում ենք դեղում անմիջապես թե քանի կիլոմետր ունեն հիմա եւ այլն, եթե որ մենք խնդիրներ ունենում են, սկսում ենք մենք ներսի ջերուցումը եւ խոնավությունը ապահովել, դակություն ապահովել, այնպես որ ղեկավարում ենք բոլոր այդ փեթակը, ոչ թե մեղուները։ Որքան մեղր է արտադրվում փեթակում, ինչպես բարձրացնել մեղրատվությունը եւ ինչպես անել մեղվին ավելորդ հոգսերից ազատելու համար, համակարգը փորձնական փուլում է։ Նախորոք ուզգուշացում եթե որ մեկ հարցակում է արչի գոմից կամ ինչ որ մի ուրիշ քիչադիչ կենթանուց իրեն ամիջապես ազդանշաններ դան եւ այլն վախացնելու համար դրսից կամերա ելնելու ու այս ամեն դատան որ գա բահվելու է մեր մոտ։ Շանթին աջակցել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, հայրենադարձների համար օժանդակության ծրագրեր է իրականացնում նաև էկոնոմիկայի նախարարությունը։ Շատ կարևոր է մեր այն հայրենակիցները, ովքեր որոշում են կայացնում վերադառնալ Հայաստան, տեղեկացված լինեն, որ կառավարությունը առաջարկում է բազմապիսի ծրագրեր եւ իրենք նույնպես կարող են օգտվել այդ ծրագրերից։ Խաղողագործություն եւ գինեգործություն, կաթնաբթերքի եւ այլ արտադրություններ, ջերմատնային տնտեսությունների զարգացում սփյուռքահայ գործարարները ներկայացրել են նաեւ իրենց հաջողության պատմությունները։ Բրիր Մկրտչյան, Աշխոտ Խաչատրյան, լուրեր։